իմ ապավենը, որ խիստ չշարժվեմ։ Սաղմոս 62-րդ գլուխ 1-2 խոսքեր։ Նրանք, ովքեր մխիթարություն են գտել Աստծո ճանապարհներում, կհրավիրեն ուրիշներին էլ հետևել իրենց։ Մենք երբեք պարտվող չենք լինի, եթե ուրիշները կիսեն այս ուրախությունը մեզ հետ։ Լավ խորհուրդ է մեր լիակատար վստահությունը դնել Աստծո վրա։ Մենք պետք է նրան վստահենք բոլոր ժամանակներում և երբեք մեր անձի կամ որևէ արարածի վրա չդնենք այն վստահությունը, որը պատկանում է միայն նրան։ Վստահեք նրան, որ նա կառաջնորդի մեզ կասկածի մեջ, կպաշտպանի մեզ վտանգի մեջ, կապահովի մեզ կարիքի մեջ և կզորացնի մեզ յուրաքանչյուր բարի խոսքի և գործի համար։ Մենք պետք է նրա առջև դնենք մեր կարիքներն ու ցանկությունները, ապա համբերատար կերպով մեր կամքը ենթարկենք նրա կամքին։ Հենց սա է նշանակում թափել մեր սիրտը նրա առաջ։ Աստված ապաստան է բոլորի համար, բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են նրա պաշտպանությունը։ Սաղմոսերգուն զգուշացնում է մարդկանց վրա հույս դնելուց։ Բազում խոնարհ մարդիկ անկայուն են ինչպես քամին, իսկ հարուստներն ու ազնվականները կարծես թե մեծ ուժ և ազդեցություն ունեն և հաճախ առատ խոստումներ են տալիս, սակայն նրանք, ովքեր իրենց հույսը դնում են նրանց վրա, վերջում հիասթափվում են։ Սուրբ գրքի կշեռքի վրա կշռված այն ամենը, ինչ մարդը կարող է անել մեզ երջանկացնելու համար, ունայնությունից էլ թեթև է։ Դժվար է հարստություն ունենալ և հույսը չդնել դրա վրա։ Երբ այն բազմապատկվում է նույնիսկ օրինական և ազնիվ միջոցներով, մենք պետք է զգույշ լինենք, որ չափազանց չկապվենք դրան։ Ժպտացող աշխարհը ամենից ավելի հակված է մարդու սիրտը հեռացնելու Աստծուց, մինչդեռ մեր սիրտը պետք է ամբողջությամբ ուղղված լինի միայն նրան։